Գոյամարտ սերիալն օրեցօր ավելի է խորանում, վերածվելով ոչ միայն ընտանեկան դրամայի, այլ նաև հոգեբանական, սոցիալական ու բարոյական լուրջ բախումների պատմության։ Սա այն նախագիծն է, որտեղ յուրաքանչյուր սերիա նոր շերտ է բացում, յուրաքանչյուր երկխոսություն նոր ենթատեքստ և յուրաքանչյուր հայացք թաքնված ցավ կամ գաղտնիք։ Սերիալի հիմքում պայքարն է բառի բոլոր իմաստներով՝ պայքար կյանքի համար, պայքար ճշմարտության համար, պայքար արժանապատվության համար և իհարկե բառացի պայքար ռինգում, որտեղ բռնցքամարտը դառնում է ոչ միայն սպորտ, այլ ճակատագրերի բախման հարթակ։ 4 երեխաներ, որոնք մանկության տարիներին զրկվեցին ծնողներից, այսօր մեծացել են տարբեր պայմաններում, տարբեր ճշմարտություններով։ Նրանցից 3-ը՝ Լեոն, Դավիթն ու Մանանը, մնացել են պապի խնամքի տակ։ Նրանք մեծացել են դժվարությունների մեջ, բայց արժանապատիվ։ Պապը նրանց մեջ սերմանել է սկզբունք, բարություն և աշխատասիրություն։ Մանանին չասենք, որովհետև նա փոխվելու է ժամանակի ընթացքում, սակայն կյանքը նրանց չի խնայել՝ ֆինանսական խնդիրներ, վիրավորանքներ, փակված ճանապարհներ, հատկապես այս պահին Լեոյի համար, ում բռնցքամարտի ճանապարհը փորձում է փակել հենց այն մարդը, ով տարիներ առաջ իրենցից խլել է նրանց հորը։ Մյուս կողմից Մարկը, որը հիմա հայտնի է որպես Վովա, մեծացել է խաբեության մեջ։ Նրան ասել են, որ հայրն է հրաժարվել իրենից, նրա ամբողջ ինքնությունը կառուցվել է կեղծ պատմության վրա, և հիմա, երբ նա վերադառնում է Հայաստան, հայտնվում իր իսկական ընտանիքի շեմին, առանց իմանալու ճշմարտությունը, սերիալը հասնում է իր ամենահուզիչ կետերից մեկին։ Այն պահը, երբ նա մտնում է Լեոյի տուն պարզապես պայուսակ վերադարձնելու համար, իսկ պապը նրան նայում է այնպիսի հայացքով, կարծես սիրտը ճանաչել է արյունը, այդ տեսարանը դարձավ սերիալի ամենահուզիչ դրվագներից մեկը։ Գոյամարտն առանձնանում է նաև իր հակասական կերպարներով։ Ավոն Նիկոլայ Եղազարյանի մարմնավորման բազմաշերտ ու վտանգավոր կերպար է։ Նա ապրում է երկակի կյանքով, մի կողմից ամուսնացած է Էռնայի հետ, ով երազում է երեխա ունենալ կամ որդեգրել, մյուս կողմից ունի գաղտնի ընտանիք։ Հունանը ևս բարդ կերպար է։ Նա ուժեղ է, ազդեցիկ, բայց ներսում կրում է մեղքի ու անցյալի ստվեր։ Նրա և պապի հանդիպումը սերիալի ամենասիմվոլիկ տեսարաններից էր՝ երկու տղամարդ, երկու հայր, երկու ճակատագիր կանգնած միմյանց դիմաց։ Այդ հանդիպման լարվածությունը խոսքերից ավելին էր։ Սերիալը նաև մեծ տեղ է տալիս երիտասարդ սերնդին։ Լեոյի և Լեայի հարաբերությունները զարգանում են հակադրությունների ֆոնին։ Նրանք միմյանց հանդեպ անտարբեր չեն, բայց հպարտությունը, ընտանեկան հակասությունները և գաղտնիքները կանգնում են նրանց միջև։ Մանանն իր անկանխատեսելի քայլերով հաճախ դառնում է սյուժեի շարժիչ ուժը։ Նրա գործողությունները երբեմն անպատասխանատու են թվում, բայց իրականում նա պայքարում է իր ձևով՝ սիրո, արդարության ու արժանապատվության համար։ Դավիթի կերպարը ևս կարևոր է։ Նա բարության մարմնացում է, բայց ինչպես պապն է ասում, իր բարության ձեռքը կրակն է ընկել։ Նրա աշխատանքի ընթացքում ստացած ծանր այրվածքները ոչ միայն ֆիզիկական ցավ էին, այլ նաև խորհրդանիշ այս ընտանիքի կրած տառապանքների։ Այժմ ընտանիքի ծանրությունը հավանաբար ընկնելու է Լեոյի ուսերին, և նա ստիպված է կանգնելու ավելի հասուն որոշումների առաջ։ Դիանա Գրիգորյանի աշխատանքն այս նախագծում զգացվում է ամեն մանրուքում։ Սցենարը կառուցված է դինամիկ, բայց մտածված։ Յուրաքանչյուր դրվագ ունի իր տեղն ու նշանակությունը։ Նկարահանումները ոչ միայն Հայաստանում, այլ նաև Մոսկվայում են, սերիալին տալիս են լայն շնչառություն ու իրականության զգացողություն։ Սա պարզապես պատմություն չէ, այլ ամբողջական աշխարհ՝ իր օրենքներով, իր բարոյական դիլեմաներով։ Գոյամարտը հիշեցնում է, որ ամենամեծ մենամարտը մարդու ներսում է, ուժը միայն բռունցքի մեջ չէ։ Ուժը ճշմարտությունն ընդունելու, սխալը խոստովանելու, սիրելի ու ներելու կարողության մեջ է։ Եվ ինչպես միշտ Դիանա Գրիգորյանի նախագծերում, որքան էլ մութ լինեն իրադարձությունները, վերջում լույսի համար տեղ է մնում։ Առջևում դեռ շատ բացահայտումներ են սպասվում։ Անցյալի գաղտնիքները հերթով բացվելու են, և յուրաքանչյուր հերոս ստիպված է լինելու ընտրություն կատարել՝ մնալ խավարի մեջ, թե պայքարել մինչև վերջ։ Գոյամարտն արդեն իսկ ապացուցել է, որ լինելու է ոչ միայն ռեյթինգային, այլ նաև հիշվող ու քննարկվող սերիալ։ Եվ ամեն սերիայից հետո մեկ հարց է մնում օդում կախված՝ ով կհաղթի այս գոյամարտում։ Իսկ գոյամարտում հաղթելու են ոչ միայն ուժեղները, այլ նաև խելացիները։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն չմոռանաք նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ինչ եք կարծում, ինչ ընթացք է ունենալու հեռուստասերիալը եւ արդյոք շուտով բացահայտվելու է, թե ով է Վովան այս ընտանիքի համար։ Գրեք ձեր կարծիքները, կիսվեք տեսանյութով ու սպասեք մեր հաջորդ ավելի հետաքրքիր ու գաղտնիքների բացահայտումներով լի տեսանյութերին, որոնք շատ չեն ուշանա։ Գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք հասցրել ամենաշատը սիրել եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ ձեզ համար կպատրաստենք հետաքրքիր անակնկալներ շատ շուտով։